Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Երեք գիրակի օր քրիստոնեական ընդհանուր եկեղեցին դոնախմբեց Սուրբ Հոգին Քալուստը Բենդեգոստեն։ Գգարտան կորցկարակելոց գրքի երկրորդ գլխու մեջ թե ինչպես Հիսուսի բադվերին համաձայն, որ իր աշակերտներուն ասած էր համբարնալու ժամանակ Երուսաղեմը մի երանակ, մինչև որ Սուրբ Հոգին ստանաք, ահա, առաքյալները երբ վերնադան մեջ հավաքված էին, հանգարց հովի սուլոցին ցայնին պես հզոր ցայմը լսվեցավ եւ սենյակը լեցուց եւ հանգարց հրեղեն լեզուներ դեսնվեցան եւ դարածվելով հանգչեցան առաքյալներուն վրան, որոնք հզորացան Սուրբ Հոգիով եւ քարոզեցին դարբեր ժողովուրդներու եւ մարդիկ հավատալով Քրիստոսի դարձան առաջին գազմեցին առաջին եկեղեցին առաջին հունցքը Սիրելիներ Հայաստանյաց հարակերական մեր Սուրբ եկեղեցու հայրաբետներու դնորինությամբ Սուրբ Հոգվո Քալստյան դոնախմբությունը գդարածվի 7 օրերու վրա մեր եկեղեցու մեջ 7-նարբյան շնորհքներու նման Սուրբ Հոգին 7 շնորհքներ ունի ահա 7 օրերու այս դոնախմբությունը սիրելիներ գցկե որ մենք լեցվենք Սուրբ Հոգիով եւ իսկապես մեր յանքը ապրենք Սուրբ Հոգվո առաջնորդությամբ եւ անոր գամքին համաձայն Աստված դաջարներու մեջ չի բնագիր միայն այլ Աստված մեր մեջ կբնագի այն օրը որ սիրելիներ մենք Քրիստոնյա մգրտվեցանք եւ գնկվեցանք Սուրբ Միրոնով մենք դարձանք Սուրբ Հոգի բնագարան այս մասին գխոսի Պողոս Արաքյալ առաջին Կորինթացիներու նամակի 6-րդ գլխու 19 եւ 20 համարներու մեջ գսի Արաքյալը Չեք գիտեր որ ծեր մարմինները դաջարն են Սուրբ Հոգին որ Աստուծմի արիք եւ ծեր մեջ կբնագի գիտեք որ դուք չեք ծեր անձերուն դերը այլ Աստված որ փրկակինով ցես կնեց Հետևաբար այնպես ապրեցեք, որ Աստված փառավորվի ծեր մարմիններով։ Ահա սիրելիներ, Սուրբ Հոգի ներկայությունը, որ մեր մեջ է, ուրեմն Աստուծո բնակությունը հիմնարար համոզմունք է մեր կյանքի մեջ։ Աստված մեր մեջ կբնակի։ Սուրբ Հոգի ներկայությամբ, Սուրբ Հոգին ինք, Սուրբ Երրորդության 3 անձերեն մեկն է։ Հետևաբար մենք մշտական ներկայություն ունենք Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգին հետ Աստվածային այս գաբը գարաչնորթե մեր առօրյա կյանքը գվերափոխե մեր անձնական բնավորությունը եւ մեզի սիրելներ հոգեվոր զորություն կբարգեւե որքան կարեւոր է որ մենք ապրենք Աստուծո գամքին համաձայն որբեսի մեր մեջի Սուրբ Հոգին չդրտնի, չնեղանա։ Պողոս Արաքյալ այս մասին շատ կարևոր խոսքեր գսե։ Օրինակ, Եփեսացիներու նամակին մեջ 4-րդ գլխու 30-րդ համարի մեջ Արաքյալը գսե. Մի դրտմեցնեք Աստուծո Հոգին, որով գնկվեցաք փրկության օրվան հասնելու համար։ Մի դրտմեցնեք մի նեղացնեք Սուրբ Հոգին։ Նաև առաջին Թեսաղոնիկեցիներու նամակի 5-րդ գլխու 19-րդ համարի մեջ Արաքյալը գսե Սուրբ Հոգին գրագը մի մարեք ծեր մեջ։ Սուրբ Հոգին գրագի պես սիրելներ եւ գմակրե մեզ, եւ գզորացնե մեզ, եւ կյանք կուտա մեզի ու գարաչնորթե։ Հետևաբար Արաքյալը գսե մի մարեք ծեր մեջի Սուրբ Հոգի գրագը։ Եվ ինչպես սիրելներ չմարենք, երբ որ իր խոսքին համաձայն գաբրինք, երբ որ գաբրինք սիրելիներ դիրոջ կամքին համաձայն, սաղմոսներով օրհնությամբ մեր կյանքը գաբրինք, ահա այդ ժամանակ է որ մենք Սուրբ Հոգին գրագը մարած չեն գլար մեր մեջ, ընդհակառակը միշտ վարած կլանք։ Դարձյալ Եփեսացիներու նամակի մեջ
Պողոս առաքյալ գսե 5-րդ գլխու պիտի գարտամ ցեզի 18-ին մինչև 20 համարները քերի մի դառնաք քինին որ անարագության գտանի այլ մաստավորապես Սուրբ Հոգիով լեցվեցեք անցյալին սիրելներ հեթանոսները գուրկերուն թիմած կքինովնային իբրև թե այդ աստվածներու հոգիով լեցվելու համար սակայն առաքյալը գսե քինին քերի մի դառնաք քինիով մի քինովնակ այլ Սուրբ Հոգիով լեցվեցեք Սուրբ Հոգիով իրարու հետ սամոսներով, օրհնություններով եւ հոգեվոր երգերով խոսեցեք եւ ձեր սիրտերու մեջ միշտ երգեցեք ու սամոսեք Տիրոջ ամեն բանի համար միշտ շնորհակալություն հայտնելով Հոր Աստուծո մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով հասիրելներ Սուրբ Հոգիով լեցվիլ նաեւ կնշանակե սամոսներով խոսիլ իրարու հետ օրհնություններով աղոտ կնել ձոմաբաությունն բակնել եւ շատ հետաքրքրական է որ Հայաստանի ցարակելական մեր Սուրբ Եկեղեցու մեջ հոգեկալուստի ճիշտ օրը նաև Փարեգենտան Եղիական բակի է։ Դարվա մեջ շաբաթաբակեր կան մեր եկեղեցու մեջ։ Այս շաբաթաբակերը հաստատած է Սուրբ Գրիգոր Լուսավորչի թորնիկը Ներսես մեծ հայրաբեդը։ Եվ սիրելներ բացի մեծ դաղավարահարած դոներու ուրեմն շաբաթաբակերեն օրինակ Աստվածայնության բակը, ավակ շաբթվան բակը, Աստվածամոր վերապոխման շաբաթաբակը, այլագերբության շաբաթաբակը եւ այլն, խաչի շաբաթաբակը, նաեւ կան դարվան 4 եղանակներու բակեր։ Ամառնամուդի բակը, Քարնանամուդի բակը, ուրեմն Քարնանամուդի բակը, Ամառնամուդի բակը, Աշնանային բակը եւ Ցեմերային բակը։ Քարնանամուդի բակը միշտ սիրելներ շաբաթաբակը դերի գունենա մեծ բահոց երկրորդ շաբթվան ընթացքին։ Մեծ բակի երկրորդ շաբաթը նաեւ Քարնանամուդի բակն է։ Ամառնամուդի բակը հավասի կսկսի այսօր, որ նաեւ կգոչվի Եղիական բակ։ Ինչու կգոչվի Եղիական բակ, որովհետև հարաճիգա գիրակի օր Եղիա մարգարեին դոնը պիտի կատարվի, անոր համար Եղիական բակ կգոչվի։ Աշնանային բակը կկատարվի սեպտեմբերին, եւ քանի որ շաբաթ օրը Սուրբ Գևորգ Զորավարի դոնն է, նաեւ գոչված է ժողովրդի մեջ Սուրբ Գևորգի շաբաթաբակ, եւ Ցեմերնամուդի բակը կկատարվի սիրելներ դեկտեմբերին Սուրբ Հակոբի դոնը, որովհետև գահամընկնի շաբաթ օրը, անոր համար ժողովրդի մեջ կոչված է Սուրբ Հակոբի բակ։ Ինչպես որ առաջավորած բակի շաբաթ օրը Սուրբ Սարգիսի դոնը ըլլալուն պատճառով մարդիկ այդ շաբաթը կոչեն Սուրբ Սարգիսի բակ։ Բայց Սուրբերը բակի շաբաթներ չունին, այլ որովհետև բայցողության օրերը շաբաթաբակերը ընդհանրապես երկու շաբթի են ուրբաթ օրեն 5 օրերու վրա եւ շաբաթ օրը Սուրբի օրը գդոնվի անոր համար Սուրբի անունով գճանցվի։ Ուրեմն Եղիական բակը սիրելիներ իրականության մեջ Ամառնամուդի բակ է։ Եվ տեսեք Սուրբ Հոգվո Քալստյան 7 օրերու դոնախմբությունը նաեւ միաժամանակ բահեցողության օրեր են։ Ձիսական իմաստով, այսինքն եկեղեցական առողջությանց ընթացքին դոնախմբություն է, բայց մարմնավոր իմաստով բահեցողության օրեր են։ Որովհետև ընդհանրապես բակի օրերուն նույնիսկ եկեղեցու ձեսը կփոխվի, բահեցողության շարականներ կերկվին, բայց Սուրբ Հոգվո այս 7 օրերու դոնախմբության ընթացքին ձեսի օրերը բահեցողության օրեր չեն, բահեցողության շարականներ չեն, այլ դոնախմբության սկանչելի ժամանակներ են այս 7 օրերը, բայց ուդելիքի իմաստով մենք սիրելներ պետք է բահեցողությամբ մեր հոգին պատրաստենք։ Ինչու։ Հիշեցեք, իրարու հետ շատ խորուն կապ կա։ Ինչու։ Որովհետև քանի որ մեր մարմինները Սուրբ Հոգին դաջար են, հետևաբար մեր մարմինները պետք է զսպենք, ժուժգալ ցևով բահենք, մաքրենք, ինչ բաներ է, մեղքեր է։ Եվ հետաքրքրական է, որ այս գիրագի օր միակ գիրագի օրն է, որ սիրելներ Եղիա մարգարեի դոնը գդոնվի, որովհետև Սուրբերու դոները միշտ շաբաթ օրը գդոնվին, կամ շաբթվա մնացյալ օրերուն, բայց ոչ գիրագի օրը,
բայց որովհետև Եղիան ինք մարմինով երկինք փոխադրվեցավ, ահա մենք ալ սիրելներ, մենք ալ պետք է մաքրվենք, որովհետև Սուրբ Հոգին ինքն է որ պիտի գենթանացնե մեզ եւ մեզ մարմիններով եւ մեզ փոխադրե հավիտենական կյանքին։ Այս մասին անպայման գարտացեք Հռոմեացիներու նամակը, որովհետև այս մասին կխոսի Հռոմեացիներու նամակի 8-րդ գլուխը սիրելիներ եւ գվստահեցնե մեզի այդ 8-րդ գլխու մեջ Պողոս Արաքյալ, որ Սուրբ Հոգին պիտի մեզ վերագենթանացնե եւ Սուրբ Հոգին ինքն է որ ապահովություն կտա որ մենք կպատկանենք Աստուծո զավակներն են։ Քանի համարներ գարտամ։ Տեսեք, գսե ուրեմն Հռոմեացիներու նամակի 8-րդ գլխու նախ պիտի գարտամ 10 եւ 11 համարները։ Եթե Քրիստոս ծեր մեջն է, թեպետ ծեր մարմինները պիտի մեռնին, որովհետև մեղանչեցիք, սակայն Սուրբ Հոգին դարձյալ կյանք պիտի դացեզի, որովհետև արդարացաք։ Այսինքն, եթե Աստուծո Հոգին ծեր մեջ կփնագի, Աստված, որ Հիսուս Քրիստոսը մերելներեն հարուցանեց, իր հոգին միջոցով, որ ծեր մեջ կփնագի, պիտի գենթանացնե նաև ծեր մահկանացու մարմինները։ Ահա սիրելներ, կտեսնենք թե Սուրբ Հոգին ինք դարձյալ կյանք պիտի տա մեզի։ Ինչպես որ Հոգին կյանք տվավ Ադամին, այդպես ալ Սուրբ Հոգին կյանք կտա սիրելներ մեզի։ Եվ ըսի Սուրբ Հոգին ինք վստահություն կտա, որ մենք կպատկանենք Աստուծո, մենք Աստուծո որդիներն ենք։ Դարձյալ կգարտամ նույն գլուխը կշարունակեմ Հռոմեացիս 8-րդ գլուխ 15-ին 17 համարները։ Դուք Հոգին ստացաք ոչ թե զարաթ առնալու եւ դարձյալ վախով ապրելու համար, այլ Հոգին ստացաք, Աստուծո Հոգին ստացաք, Աստուծո որդիները լալու համար։ Արդ Հոգիով է որ Աստված Աբբա, այսինքն հայր կգոչենք, եւ նույն Հոգին ինք վկայություն կտա մեր հոգին, թե Աստուծո որդիներ ենք։ Իսկ եթե որդի ենք, կնշանակի թե ժառանգորդներ ենք։ Այո, ժառանգորդներն ենք Աստուծո եւ ժառանգագից Քրիստոսի, եւ իր չարչարանքներու մասնագից կլանք, որբեսի իր փառքին եւս մասնագից ըլլանք։ Ահավասի կտեսնեք սիրելներ, թե Սուրբ Հոգին ինչպես գարաչնորդ է մեզ։ Այն օրը, որ մենք մգրդվել են ետքը գնքվեցանք Սուրբ Միրոնով, որ խորհրդանիշ է Սուրբ Հոգիին, մենք այդ օրը սիրելներ պատկանեցանք Աստուծո։ Անցյալին ծարաներուն, ըստրուկներուն, ջագատներուն վրա աղվեսատրոժ դրած կլային։ Նշան դրած կլային, որ այսինչ անձը կպատկանի այսինչ դիրոջ, այսինչ ծարան։ Մենք ալ սիրելներ եւ մգրդվեցանք եւ ապա գնքվեցանք Սուրբ Միրոնով, առաջին նշանը մեր ջագադին վրա դրվեցավ, խաչի նշան։ Սուրբ Հոգին մեզ գնքեց սիրելներ, որ մենք կպատկանենք Հիսուս Քրիստոսի, որ մենք կպատկանենք Աստուծո։ Հետևաբար եկեք այդ Սուրբ Հոգին գնիկը, Սուրբ Միրոնը մաքուր բահենք մեր մեջ։ Սուրբ Հոգին գրագը չմարենք մեր մեջ, չդրդմեցնենք Սուրբ Հոգին մեր մեջի Սուրբ Հոգին, այլ ընդհակառակը ապրենք օրդությամբ եւ սրբությամբ։ Եվ սիրելներ, եթե հարցնեք, ուրգե գիտենք, որ ուրգե վստահ ենք, որ Սուրբ Հոգին մեր մեջ կփնագի, կամ ուրգե գիտենք, որ Սուրբ Հոգին դրդմեցուցած ենք, այս մասին վաղ պիտի խոսիմ ցեզի։ Նշանները թե ուրգե գիտենք Սուրբ Հոգի ներնագությունը մեր մեջ է, եւ նշանները թե ուրգե գիտենք, որ Սուրբ Հոգի չունենք կամ չունին մարդիկ։ Հետևաբար եկեք սիրելի եղբայրներ եւ քույրեր, Եղիական այս բակը մարմնավոր իմաստով բակ բահենք, որբեսի մեր մեջի մեղքերը ապաշխարությամբ դիրոջ դիմաց բերենք, խոստովանենք, մաքրվենք, հերու բահենք մենք մեզ այս շաբաթ սիրելիներ, ջարբային ուդեստեղեններեն, որբեսի մեր սննդականոնը փոխելով մտածենք հոգևոր իմաստով փոխվելու մասին եւ այս ժամանակ նաեւ աղոթենք ոչ միայն մեր անձնական մեղքերուն համար, այլ նաեւ մեր ազգային մեղքերուն համար, որ դերը մեր խոնարհումը դեսնե ու մեզ փրկե, ինչպես երկրորդ մնացորդած գրքի 7-րդ գլխու 14-րդ համարի մեջ կսե Աստված, որ այն ազգը, որ ինքզին խոնարեցնե եւ խոստովանի իր մեղքերը, պիտի ներեմ անոր մեղքերը եւ պիտի բուժեմ անոր երկիրը,
թող դերը փուժե մեր երգիրը, մեր ապաշխարությամբ, մեր զղջումով, մեր բայեցողությամբ, բայց միաժամանակ սիրելներ, քանի որ Սուրբ Հոգվով Քալասյան 7-օրյա դոնախմբության մեջ ենք, մեր հոգիները թող ցնցան Սուրբ Հոգիի ներկայությամբ զորանանք եւ Սուրբ Հոգին գրագը մեր մեջ միշտ վար բահենք, որբեսի սիրելներ Սուրբ Հոգին մեզ առաջնորդե թեպի հավիտենական փրկություն։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։